Ողջույն բոլորին, այսօր բացելու եմ Minecraft։ Կան թեմաներ, որ շուկայում հայտնվելուն պես անմիջապես փորձում ձեռք բերել։ Կան թեմաներ, որ երբ հայտնվում են, անցնում են որոշ ժամանակ, նոր որոշում եմ, պետք է ինձ այդ թեման թե ոչ։ Minecraft-ը կարող եմ ասել, որ երկրորդ տարբերակն է։ Ես նույնիսկ հիմա բացելու եմ 12 հատ եւ չգիտեմ, այս թեման հավաքելու եմ միջև վերջ թե ոչ։ Քանի որ ես խաղը չեմ խաղացել, իսկ ուղղակի որպես հավաքածու ինձ այդքան էլ մեղմ ասած, նույնիսկ այդքան էլ դուր չի եկել այս ֆիգուրները։ Սա ես հատուկ տպել եմ, որպեսզի եւ իմ համար հեշտ լինի եւ ձեզ ցույց տամ։ Ընդհանուր հավաքածուն կազմված է 28 ֆիգուրից։ Այստեղ շատ են այս կուբիկները, խորանարդիկները, չգիտեմ դա խաղում ինչ դեր է խաղացել։ Ամեն դեպքում ես ինքս չեմ հավանել, եթե կարճ ասենք, բայց քանի որ կոլեկցիոներ եմ, հավաքորդ եմ, ուզեցի հետ չմնամ եւ գոնե մասնակցություն որոշ չափով ունենամ։ Բացելուց հետո ինքս արդեն կորոշեմ վերջնական հավաքելու եմ թե ոչ։ Գնայենք, եկեք մի անգամից սկսեմ բացել, հետո կտեսնենք։ Օրինակ Stranger Things-ի ֆիլմը ես ինքս չէի նայել, բայց հատուկ ինձ համար նայեցի, ուսումնասիրեցի եւ այնտեղ բավական իմ համար հետաքրքիր հաջող ֆիգուրներ կային։ Բայց այս դեպքում կարելի ասել ոչ մի ֆիգուր առանձնապես իմ վրա տպավորություն չգործեց։ Սկզբի համար նայենք թուղթը, իր ընդհանուր հավաքածուն է։ Ու սկսենք հավաքել։ Օրինակ սա ինչ է յանից ներկայացնում։ Հիմա տեսնենք։ Այսպես դառնում է ամրակ։ Չղջիկ ամրակ, հենց այդպես էլ կոչվում է։ Սա մեկ։ Բայց գիտեմ, որ այս խաղի սիրահարների թիվը մեծ է։ Իհարկե, Kinder-ը հենց այնպես ինչ-որ մի թեմա չի անդրադառնում։ Նախ եւ առաջ ուսումնասիրում է, թե որքան մարդ է ներգրաված այդ խաղում կամ որքան մարդ է սիրում նայում այդ մուլտֆիլմը, նոր անդրադառնում է տվյալ թեմային, որպեսզի մաքսիմալ կարողանա մեծ վաճառք ապահովել։ Դե իհարկե Kinder-ը չի անդրադառնա գտնված երազին, այլ կանդրադառնա մաքսիմալ Սա ուղղակի խորանարդ է։ Այսպիսի խորանարդ, որը կոչվում է grass block, այսինքն խոտի խորանարդ, խոտային։ Եկեք տեսնենք։ Հուսով եմ գոնե ֆիգուրներից կհելնի մեզ, հիմնական ֆիգուրներից, թե չէ այսպես միայն խորանարդիկներով սա ինչ է յանից ներկայացնում։ Սա յանից ներկայացնում է Breeze Fidget։ Չհասկացա։ Չհասկացա ինչ է յանից ներկայացնում, ինչ ֆունկցիա է կատարում։ Տնենք այստեղ ուղղակի։ Չէ, այս հավաքածունի մեջ չի։ Ոչինչով ինքը ինձ չգրավեց։ Բայց գոնե մի քանի ֆիգուր հիմնական դուրս գա։ Ահա, այս էլ մեր առաջին ֆիգուրը, որը ունի հետը նաև QR կոդով սկիլետոն է կոչվում։ Այս սկիլետոնին նայենք ու դնենք տեղը ու փորձենք արագ բացենք մյուսները։
Creeper-ն է, Charged Creeper։ Հինգ միակ ուրախալի բանը հել է, որ դեռ այն է, որ կրկնություն դուրս չի եկել։ Էլի չղջիկ, բայց չէ, չղջիկ չի, դրակոն է սա։ Պարզապես դրակոն, որը տեսնենք ինչ է կոչում անունը սրա։ Ender դրակոն։ Թևերը շարժվում են։ Մի խոսքով։ Ուր հասանք։ 6 հատ ենք բացել, 6-ն էլ տարբեր է, լավ է։ Ջոյերի բացելը ոնց չեմ սիրում։ Էլի նոր բան։ Կարելի ասել նույն չղջիկի տարբերակն է։ Պարզապես ես սար տարբերակն է, Spider։ Թող նա իր կողքը հենց։ Հուսով եմ գոնե մի երկու հատ դուրս կգա հիմնական հերոսներից, որոնց անունները Alex, Steve, Alex և Steve։ Մի քիչ ուսումնասիրել եմ ու գիտեմ, որ եթե չեմ սխալվում, ամենապահանջված բլոկ, ամենապահանջված խորանարդիկը ոսկե խորանարդիկն է։ Ու դուրս է գալի դա հենց։ Առանձնապես իրանից ոչինչ չի ներկայացնում, բայց միգուցե քանակը քիչ է, դրա համար էլ պահանջված է։ Ինչպես օրինակ Stranger Things-ում Will-ն էր ամենապահանջված ու ամենադժվար բացեցի, ամենադժվար հանդիպող ու ամենապահանջվածը Will-ն էր։ Այս մեր առաջի կրկնությունը աչքիս։ Այո։ Առաջի կրկնությունը չղջիկ ամրակ։ Մնաց 3 հատ։ 3-ն բացենք։ Կրկնություն։ Չեմ էլ ուզում հանեմ։ Մի անգամից առանց առանձնացնելու։ Ահա մեր հիմնական և համեմատած մեջներից ամենագունային պրոստը ուղակի համադրությամբ ամենաստացվածը երևի։ Ընդհանուր հավաքածուն որքան ինձ հետաքրքիր չի, բայց գոնե մեջներից սա իմ համար ամենահետաքրքիրն է համեմատած։ Alex։ Ունեցանք Alex-ին։ Էդ լավ է։ Երկու հետաքրքիր ֆիգուր ունեցանք Alex և ոսկե խորանարդը։ Տեսնենք այստեղ ինչ դուրս կգա։ Կանաչ անհայտ ֆիգուր։ Սա էլ կոչվում է Creeper։ Պիտի որ չար հերոս լինի։ Սա էլ Creeper է։ Բաց չի։ Հավաքածուի համար ունենք այստեղ 10 ֆիգուր տարբեր, ընդհանուր 2 կրկնություն, ունենք ոսկե խորանարդիկը և ունենք երևի գլխավոր հերոսը կամ գլխավոր հերոսներից մեկը Alex
եւ ոսկե խորանարդ։ Վատ չի։ Չեմ անում, հիմա չեմ ուզում միանք վերջնական որոշում կայացնեմ, ասեմ կհավաքեմ թե չէ, բայց ամեն դեպքում տրամադրված չեմ այս հավաքածուն ունենամ 28 ֆիգուր, չգիտեմ, կտեսնեմ, կմտածեմ, այս պահին հավանականություն քիչ է, որ այս հավաքածուն ես կշարունակեմ, կփնտրեմ, կգտնեմ, կհավաքեմ։ Ես իմ նախորդ շորթում ցույց է տվել Minecraft-ը, ցույց է տվել Natunsi դինոզավրերը եւ ցույց է տվել Natunsi կենդանիների ձագերը։ Առաջինը բացեցի սա, քանի որ այնտեղ որքան որ հաշվեցի, ամենաշատ լայք ու ամենաշատ քվեարկել էին հենց Minecraft-ի համար։ Մյուս երկուսին կբացեմ իհարկե դինոները եւ Natunsi ձագերը, այնտեղ էլ 12-ական ունենք, որոնք իմ համար ավելի հասկանալի են, ավելի ընկալելի են, ավելի գեղեցիկ են։ Այսօր 2026 թվականի ապրիլի 22-ն է, արդեն դարձել է 23-ը, կեսգիշեր անց է։ Այս անգամ այսքանը, առայժմ։